Բարև ձեզ, բարով եք եկել Glendale News-room։ Այս կարճ ֆորմատով մենք ձեզ կներկայացնենք ամերիկյան կյանքի կարճ ու կարևոր նորությունները, այնպես որ կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Պաշտպանության նախարարի գաղտնի չաթը պատերազմի ժամանակ, ինչու էր նախարարի կինը տեղյակ ռազմական թռիչքներից։ Ինչն է ստիպել Հարվարդի համալսարանին դատի տալ դաշնային իշխանություններին։ Թրամփը դեմ է դատական գործընթացներին ներգաղթյալներին արտաքսելու հարցում։ Ինչպես կլուծվի ներգաղթյալների հարցը։ Ինքնաթիռի շարժիչը բռնկվել է ուղևորներով լի օդանավում, հրդեհը սկսվել է թռիչքից առաջ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պայուսակը գողացել են ռեստորանում։ Google-ը կանգնած է իր պատմության ամենամեծ դատական հարվածի առջև։ ԱՄՆ-ն պահանջում է վաճառել Chrome-ը։ Ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ ԱՄՆ պաշտպանության նախարարը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պարզվել է, որ Եմենում ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություն է ուղարկվել իր անձնական հեռախոսից 13 հոգանոց խմբային չաթում, որտեղ եղել է նաև նրա կինը, եղբայրը եւ անձնական խորհրդականները։ Հաղորդագրություններում եղել է նաև տեղեկություն, թե երբ եւ որտեղ պետք է թռչեին ռազմական ինքնաթիռները։ Նախարարն արդեն քննադատության կենտրոնում էր Պենտագոնի նիստերին կնոջը առանց պաշտոնական կարգավիճակի ներգրավելու համար։ Պաշտպանության նախարարը հերքում է, որ որևէ գաղտնի տեղեկություն է տարածվել, իսկ Սպիտակ տունը մեղադրում է լրատվամիջոցներին հին լուրերը նորից ուռճացնելու մեջ։ Հարվարդի համալսարանը դատի է տվել ԱՄՆ դաշնային կառավարությանը դեմ դուրս գալով Թրամփի վարչակազմի որոշմանը, որով կտրուկ կրճատվել են միլիարդավոր դոլարների ֆինանսավորումները։ Համալսարանի ներկայացուցիչները պնդում են, որ ֆինանսավորման կրճատումը եղել է քաղաքական դրդապատճառներով եւ նպատակ ունի պատժել բուհերին հասարակական դիրքորոշումների համար։ Դիմումում նշվում է, որ նման որոշումները խախտում են կրթական հաստատությունների իրավունքները եւ վտանգում են հազարավոր ուսանողների կրթության հասանելիությունը։ Հարվարդը փաստում է, որ դաշնային կառավարությունը չպետք է օգտագործի ֆինանսական լծակները ճնշում գործադրելու բարձրագույն կրթության ոլորտի վրա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհնար է բոլոր արտաքսվող ներգաղթյալներին ապահովել դատական գործընթացով։ Ըստ նրա, նման մոտեցումը կպահանջի հարյուրավոր հազարավոր դատավարություններ եւ կձգվի մինչեւ 200 տարի։ Թրամփը իր անձնական էջում հրապարակված գրառման մեջ քննադատել է նույնիսկ Գերագույն դատարանի վերջին որոշումը, որով ժամանակավորապես կասեցվել է որոշ ներգաղթյալների արտաքսումը մինչեւ հարցի լրիվ քննությունը։ Նա նշել է. «Մեջբերեմ, ես ասում եմ այն, ինչի համար ընտրվել եմ՝ հեռացնել հանցագործներին մեր երկրից, բայց դատարանները թվում է չեն ուզում, որ ես դա անեմ»։ Մեջբերման ավարտը։ Թրամփի խոսքով իր վարչակազմը կատարում է հիանալի աշխատանք, սակայն դատական պահանջները խանգարում են արագ եւ զանգվածային արտաքսումներին։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին բարդ է։ Շատերի համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստվելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, ու Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Օրլանդոյի միջազգային օդանավակայանում Ատլանտա մեկնող ինքնաթիռի շարժիչը բռնկվել է կայանատեղիից դուրս գալու պահին։ Այդ ժամանակ ուղևորներն արդեն տեղում էին, իսկ օդաչուները պատրաստվում էին թռիչքի, երբ նկատել են շարժիչից բարձրացող ծուխը։ Ինքնաթիռում եղել է 282 ուղևոր եւ 12 անձնակազմի անդամ։ Բոլորը անվտանգ դուրս են եկել ինքնաթիռից, օգտվելով արտակարգ իրավիճակների համար նախատեսված սահուղիներից։ 2025 թվականի ընթացքում սա արդեն ավելի քան 90-րդ ավիացիոն արտակարգ դեպքն է ԱՄՆ-ում։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պայուսակը գողացել են Վաշինգտոնի կենտրոնում ընթրիքի ժամանակ։ Նա իր ընտանիքի հետ եղել է ռեստորանում։ Բժշկական դիմակով մի տղամարդ գողացել է պայուսակը եւ փախել։ Պայուսակում եղել են անձնական եւ պաշտոնական կարևոր իրեր, վարորդական իրավունքը, դեղորայք, բնակարանի բանալիներ, անձնագիր, մուտքի հատուկ քարտ նախարարության շենքի համար եւ մոտ $3000 կանխիկ գումար։ Նախարարը հաստատել է միջադեպը, նշելով, որ այդ պահին Վաշինգտոնում է եղել իր երեխաների եւ թոռների հետ կիրակնօրյա ընտանեկան երեկոյի համար։ Իրավապահները ուսումնասիրում են տեսանկարահանումները։ Google ընկերությունը կանգնած է իր պատմության ամենախոշոր դատական փորձության առջև։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է Google-ին որոնման շուկայում ամենաշնորհային դիրք զբաղեցնելու եւ մրցակիցներին դուրս մղելու մեջ։ Ըստ մեղադրանքի Google-ը տարիներ շարունակ վճարել է Apple-ին եւ այլ տեխնոլոգիական ընկերություններին, որպեսզի իր որոնման համակարգը լինի բոլոր սարքերում նախապես տեղադրված։ Սա նշանակում է, որ օգտատերը սկսում է Google-ով որոնել առանց այլընտրանք դիտարկելու։ Դատախազները պահանջում են Google-ից դադարեցնել նման պայմանագրերը, բացել իր օգտագործողների տվյալները մրցակիցների համար եւ նույնիսկ վաճառել Chrome բրաուզերը։ Ընկերությունը, սակայն, հակադարձում է, որ այս քայլը կվնասի թե տեխնոլոգիական ոլորտին, թե օգտատերերին։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Կհանդիպենք հիմնական թողարկմանը։ Շնորհակալություն։